Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից 1.800.000 դրամ է հատկացվել Բրդգունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում գրադարանի համար առանձնացված տարածքի վերանորոգման նպատակով։ Աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբից եւ ակտիվ ընթացքի մեջ են։ Քանդման աշխատանքներն ավարտվել են։ Այժմ կատարվում է պատերի ամրացում, նախատեսվում են նաեւ առաստաղի եւ հատակի կառուցման, ինչպես նաեւ կոսմետիկ հարդարման աշխատանքներ։ Շատ ուրախալի այս փաստը, որ Բրդգունքում կառուցվում է գրադարան։ Մենք համայնքապետարանին դիմեցինք, որ ունենք գրքեր, սակայն չունենք տարածք, որպեսզի գրքերը կարողանանք տեղավորել։ Ընդառաջեց համայնքապետարանը, հիմա կառուցվում է այս տարածքը։ Մինչև 2007 թվականը բնակավայրն ունեցել է հարուստ գրաֆոնդով գրադարան, սակայն գրադարանի համար նախատեսված տարածքն այլ նպատակի է ծառայել։ Շուրջ 5500 կտոր գրաֆոնդը այդ տարիներին գրադարանավարուհի, այժմ համայնքային ծառայող Մարգարիտա Վարդանյանը տեղափոխել է իր բնակարան։ Իմ տանից սպասարկել եմ գյուղի ուսանողներին, աշակերտներին, հարևան գյուղերի ուսանողներին։ 2007 թվականից լուծարվել է գրադարանը, ես տեղափոխվել եմ որպես համայնքապետարանում համայնքային ծառայող, սակայն մինչև այժմ գրքերը պահում եմ իմ տանը խնամքով, սիրով եւ մեծ շնորհակալություն եմ հայտնում պարոն Մարտիրոսյանին, որ ընդառաջեց, տարածք տրամադրեց, բարեկարգվում է, գրքերը կտեղափոխենք ապահով վայր։ Տարածքի վերանորոգումից հետո գրքերը կգտնեն իրենց տեղը։ Բրդգունքցիներն ակնկալում են, որ վերանորոգումից հետո համայնքապետարանը կօգնի նաև թարմացնելու եւ համալրելու գրաֆոնդը։ Երեխեքը բակերից կկտրվեն, գոնե մի քիչ կընթերցեն, միջոցառումներ կկազմակերպեն։ Շինարարները տեղեկացնում են, որ աշխատանքները կավարտվեն 1 ամսվա ընթացքում։ Մինչև ապրիլ ամսվա վերջը արդեն վերանորոգված կլինի նաև Գանձակ բնակավայրի երաժշտական դպրոցի պարասրահի հատակը, շուրջ 80 քառակուսի մետր տարածքի փայտե հատակը փոխարինվում է վինիլայինով։ Համայնքների խոշորացումից ի վեր մեր դպրոցը միշտ գտնվել է մեր համայնքապետի պարոն Մարտիրոսյանի հոգացության ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր տարի աշխատում են դպրոցի բարեկարգման, բարելավման համար, որը նպաստում է մեր երեխաների կրթության, դաստիարակության որակի բարելավմանը։ 2024 թվականի շրջայց կատարվեց պարոն Մարտիրոսյանի գլխավորությամբ եւ մենք ներկայացրեցինք մեր խնդիրները դպրոցում եւ խնդրին լուծում Վերանորոգումն իրականացվում է դարձյալ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Այս նպատակով հատկացվել է 1.950.000 դրամ։ Ալբարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։